Ողջույն Օրագին Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար Պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանին։ Բարև ձեզ, պարոն Բազեյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Սիրով։ Պարոն Բազեյան, զրույցը սկսենք օրերս Նիկոլ Փաշինյանի հերթական սկանդալային գրառումից, որով նա Հայաստանի նախկին նախագահներին մեղադրեց այն բանում, որ մեր բանակի զինծառայողները ծառայություն են իրականացրել Արցախում, որը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններում չէր գտնվում։ Ինչ ռիսկեր է պարունակում Նիկոլ Փաշինյանի այս գրառումը, չի ստացվում, որ նա Հայաստանին ագրեսոր է ճանաչում ու հերթական հաղթաթուղթը տալիս Ադրբեջանին եւ Ալիևին, ինչը վերջինս կարող է օգտագործել մեր երկրի դեմ։ Դուք միանգամայն ճիշտ եք, նա հերթական հաղթաթուղթն է տալիս Ալիևին, ուրեմն Արցախը դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ եղել է հայկական, ընդամենը 70 տարի 21 թվականին Լենին Աթաթուրք համաձայնագրով թողնվել է Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ, 91 թվականին արցախցիք բարձրացրել են ու ներողություն 88 թվականին սկսվել է Արցախյան շարժումը, 91 թվականին Արցախն հայտարարել է իր անկախությունը Ադրբեջանից։ Սեպտեմբերի 2-ին մենք նշում ենք Արցախի անկախության տարեդարձը։ 70 տարի է եղել ընդամենը Ադրբեջանը կոչված պետության կազմում։ Այդպիսի պետություն գոյություն չի ունեցել։ Դա Ադրբեջանը Իրանի Ատրպատական նահանգի ավաղաղված թուրքական տարբերակն է։ Ուրեմն մեր զինվորները, որ ծառայում էին Արցախում, Արցախը բնականաբար մեր հայրենիքն է։ Մենք ազատագրել էինք առաջի Արցախյան պատերազմում Արցախը, որովհետև երբ որ Արցախյան շարժումը սկսվեց, ադրբեջանցիք փորձեցին ուժով զավթել Արցախը եւ բնականաբար տեղահանել արցախցիներին։ Մենք պաշտպանել ենք 94 թվականին եղավ հրադադարի համաձայնագիր եւ ուրեմն Հայաստանն ու Արցախը միասին միացած կազմում էին շուրջ 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլի ասացին, այդ դեպքում ես կարող եմ հակադրել Նիկոլը գնաց Արցախ 19 թվականին եւ իր ճղճղան ձայնով բացականչեց հանդիպման ժամանակ արցախցիների հետ հրապարակում Արցախն Հայաստանի եւ վերջ։ Եթե Արցախն Հայաստանն էր եւ վերջ, ուրեմն Արցախում կարող էին հանգիստ ծառայել մեր զինվորները եւ նաեւ իր որդին է Արցախում։ Նաեւ իր որդին է Արցախում եղել։ Եթե համատություն տանենք, ես էլ կարող եմ ասել ինչ գործ ունեն Միացյալ Նահանգների զորքերը տարբեր աշխարհի տարբեր երկրներում, կամ ինչ գործ ունեն Թուրքիայի զորքերը Սիրիայում, Լիբանանում կամ Իրաքում եւ այլն եւ այլն։ Այդպիսի ուրեմն ապուշ հայտարարություն է անում, տգետ է նա։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը փորձում է հաջողանալ Ալիևին եւ Էրդողանին ակնկալելով վերջիններից աջակցություն 26 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններում, ֆինանսական եւ քաղաքական աջակցություն։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ արդեն իսկ խաղաղություն է հաստատվել եւ հաջորդ տարի պատրաստվում են կրճատել ռազմական բյուջեն 15%-ով։ Մինչդեռ Ադրբեջանը հակառակը մեծացնում է ռազմական բյուջեն, դերմակի բարձր ամբիոնից էլ խոսում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Ձեզ համար որքանով է հասկանալի այս գործելակերպը եւ ինչ հետևանքների կարող ենք բախվել այս իրավիճակում։ Ես կարող եմ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը լկտիաբար ստում է, օգոստոսի 8-ին ոչ մի խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, ընդամենը նախաստորագրվել է մի փաստաթուղթ, որը իրավական որևէ ուժ չունի, որովհետև Թրամփ հայտարարել է, որ լիարժեք խաղաղության պայմանագիր կհաստատվի 26 թվականի վերջերին։ Ուրեմն այդ պայմանագրով, եթե հաստատվի խաղաղության պայմանագիր, բազմաթիվ պայմաններ են դնում Ադրբեջանը մեր դեմ։ 300,000-ից ավելի ադրբեջանցիներ պետք է գան բնակվեն արևմտյան Ադրբեջանում, այսինքն Հայաստանում։ Մենք պետք է տանք նրանց Զանգեզուրի միջանցքը, եւ Ալիևը հայտարարում է, որ որևէ հայ զինվորի, հայ մարդու, հայ սահմանապահի, հայ մաքսավորի այնտեղ մենք չպետք է հանդիպենք կամ տեսնենք։ Ուրեմն դա մեր ինքնիշխան տարածքն է, իսկ Նիկոլը Հայաստանի ինքնիշխան տարածքը, մեր սուվերեն տարածքի մի հատվածը դարձնում է սակարկման առարկա, ինչ-որ Թրամփի երթուղի եւ այլն։ Հետո էլ Ադրբեջանի պարլամենտում, ազգային ժողովում Ադրբեջանի քննարկում էին, որ վերանվանեն Իլհամ Ալիևի անվան երթուղի այդ ճանապարհը։ Եթե մենք ճանապարհ ենք տալիս ադրբեջանցիներին,
գնալ Նախիջևան, հետ գալ կամ Թուրքիա եւ այլն, ուրեմն դա պետք է լինի մեր զինվորների, մեր սահմանապահ ծառայողների հսկողության ներքո եւ մեր մաքսավորների վերահսկողության ներքո, որպեսզի մենք մաքսիմուծեն, մենք ստուգենք ինչ են տանում, ինչ են բերում, որ չտանեն զենք, զինամթերք, նարկոտիկ եւ այլն անթույլատրելի ուրեմն ապրանքներ։ Բացի դրանից, փոխարենը Ադրբեջանը ոչինչ չի զիջում մեզ։ Մենք ժամանակին Խորհրդային Միության օրոք Ադրբեջանի տարածքով, Ղազախով գնում էինք դեպի Վրաստան, այնտեղից դեպի Հյուսիսային Կովկաս, դեպի Ռուսաստան, եւ Վրաստանով գնում էինք նաեւ դեպի Եվրոպա։ Ուրեմն այդ ճանապարհը նրանք մեզ չեն տալիս։ Բացի դրանից, Թուրքիան չի բացում սահմանները, որպեսզի մենք Թուրքիայի տարածքով գնանք Եվրոպա եւ այլն եւ վերադառնանք։ Մենք փակված ենք, շրջափակված ենք։ Մի կողմից Թուրքիան է, մի կողմից Ադրբեջանն է։ Այդպիսի իրավիճակ է ուրեմն մեզ մոտ։ Եվ ես պարզաբանեմ նաեւ, որ եթե որևէ համաձայնագիր է կնքվում, դա պետք է քննարկվի Հայաստանի սահմանադրական դատարանում, եթե տարածքների հետ կապված հանձնաբանը, եթե համապատասխանում է մեր սահմանադրությանը, իհարկե չի համապատասխանում, որովհետև տարածքի փոփոխությունը օրենքով սահմանskարգով պետք է լինի հանրակրվեով, չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անգամ եթե սահմանադրական դատարանը որոշում է, որ դա պետք է համապատասխանի մեր սահմանադրությանը, պետք է լինի ազգային ժողովի նիստում քննարկում, քվեարկեն, ստանա մեծամասնություն, հետո գնա այսպես կոչված նախագահ Վահագն Խաչատուրյանի թաքու կարգավիճակով գտնվող անգլիական թաքու կարգավիճակով նրա վավերացմանը։ Եթե բերեն նման նախագիծ քննարկելու ազգային ժողովում, մենք կոչ ենք անել մեր ժողովրդին ոտքի կանգնել, շրջափակել ազգային ժողով եւ չթողնել, որ նման ուրեմն համաձայնագիր հաստատվի Հայաստանի ազգային ժողովում։ Կառավարությունը մտադիր է կրճատել նաև զինվորական ծառայության ժամկետը 2-ից դարձնելով 1.5 տարի, բայց օրինակ սրան զուգահեռ սահմանները պաշտպանելու համար բավարար ռեսուրս չունենք ու բացը փորձում ենք 25-օրյա այսպես վարժական հավաքների միջոցով լրացնել։ Ինչու է իշխանությունն այս քայլին գնում, սա բացառապես նախընտրական հնարք է ավելի շատ ձայներ ստանալու համար, թե այլ նպատակներ եւս հետապնդում։ Ուրեմն երկու նպատակ է։ Մեկը նախընտրական հնարք է, երկրորդը Ադրբեջանի պահանջն է։ Նախընտրական հնարք, որովհետև բոլոր մեր Հայաստանի քաղաքացիները, ովքեր ունեն որդիներ, որոնք, ասենք, 15-16 տարեկան ու մի քանի տարուց հետո, 1 տարի հետո, 2 տարի հետո պետք է ծառայեն բանակում, նրանք ասում են շատ լավ է։ 1.5 տարի կծառայեն, 2 տարի չեն ծառայի։ Այսինքն Նիկոլը փորձում է կազմաքանդել մեր բանակը, կատարում է Ալիևի պահանջները։ Ինքը արդեն կազմաքանդել է մեր բանակը։ Վաստակաշատ զինվորականների վրա հանձնարարել է հարուցել շինծ ու քրեական գործեր ու տանել նրանց կալանավորել։ Մի քանի ազատամարտիկների վրա եւս հանձնարարել է հարուցել շինծ ու քրեական գործեր եւ իշխանության ենթակայության ներքո գործող դատարանների միջոցով տանել նրանց կալանավորել։ Մի շարք էլի մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ ապօրինաբար կալանավորված են։ Ես կարող եմ մի քանիսին թվարկել։ Գործարար եւ ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանը, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը, արքեպիսկոպոս Միքայել Սրբազանը, պայստազորի գնդապետ Միհրան Մաղսուդյանը, ազատամարտիկ Քոչարյանը, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվելյանը եւ այլք։ Մի քանի տասնյակ մարդիկ ապօրինաբար կալանավորված են, որովհետեւ Հայաստանում չկա անկախ դատական իշխանություն։ Նիկոլը հայտարարում է. Հայաստանում կարող է լինել դատավոր, որի ասածը չկատարի։ Ինքը ուրեմն գալաթ է արել, որովհետև Հայաստանում մեր սահմանադրությամբ դատական իշխանությունը, գործադիր իշխանությունը եւ օրենսդիր իշխանությունը միմյանցից պետք է գործեն տարանջատ։ Ինքը իրավունք չունի դատավորին հրահանգ տալ, բայց ինքը հրահանգում է դատավորներին, սրան տարեք կալանավորեք, նրան տարեք կալանավորեք, նրան փակեք եւ այլն եւ այլն։ Այսպես չի մնալու։ Պարոն Բազյան, նոյեմբերի 1-ից կառավարության որոշմամբ սահմանահատման կնիկներից հեռացվելու է Արարատ լեռան պատկերը։ Ձեր կարծիքով ինչ իրական նպատակ է սա հետապնդում, արդյոք կնիկների վրա Արարատի առկայությունը սպառնում է մեր պետության հարատևությանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վստահեցնում։ Ուրեմն Արարատ լեռը ոչ միայն մեր հայերիս համար, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհի համար սրբություն է։ Եվ Արարատ լեռը եղել է միշտ հայկական, հիմա մնացել է Թուրքիայի կազմում, բնականաբար մենք
մեր բոլոր մեր զինանշանների վրա, Արարատի մասին բազմաթիվ երգեր կան եւ այլն եւ այլն։ Ժամանակին անգամ խորհրդային միության ժամանակ թուրքերը որ բան են արել, պահանջ են դրել խորհրդային միության առաջ, ինչու է հայկական բանի զինանշանի վրա Արարատ լեռը այն ժամանակվա խորհրդային միության արտաքին գործոս նախարարն էլ պատասխանել է որ իսկ դուք ինչու եք դրել Լուսինը ձեր ուրեմն որպես զինանշան։ Լուսինն ամբողջ աշխարհին է, ձերը չի։ Այնպես որ հարցը փակված է։ Արարատ լեռը մնալու է մեր խորհրդանշանը, մեր սիմվոլը, այսպես ասած, մեր սրբությունը։ Ինչու նախորդ տարիներին մեր երկրի հարատեվությանը չէր սպառնում Արարատի պատկերը, հիմա հանկարծ սկսեց սպառնալ։ Որովհետև Հայաստանում ձևավորվել է 18 թվականին ձևավորվել է ապազգային թրքամետ իշխանություն, ովքեր ամեն ինչով իրենց գործնեությամբ իրենց միակ նպատակն է հաճոյանալ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է դեռ Հայաստանի վրա։ Նա հայտարարում էր, ամիսներ առաջ հայտարարել է. մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, բայց մեր պետությունը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրությունը։ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Հայաստանի ներկա Հայաստանը Նախիջևանի մարզի եւ Արցախի հետ միասին եղել է Իրանի տիրապետության ներքո, Արևելյան Հայաստանն է։ Իսկ Թուրքիայի տիրապետության ներքո եղել է Արևմտյան Հայաստանը, որը մի քանի անգամ մեծ է, քան Արևելյան Հայաստանից իր տարածքով, եւ թուրքերը հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություն ու տիրացել են մեր հայրենիքին։ Մի տարի առաջ էր թե երբ Նիկոլ Փաշինյանը ուրեմն բանում Շվեյցարիայում հայտարարեց հանդիպելով տեղի իշխանությունների եւ մեր Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, դեռ պետք է պարզել, արդյոք եղել է ցեղասպանություն, թե չի եղել, եթե եղել է, ինչու է եղել, կամ ինչքան մարդ է զոհվել։ Ինքը ակնարկում է, որ հայերը լինելով Օսմանյան կայսրության քաղաքացիներ դավաճանել են իրենց պետությանը, այսինքն Թուրքիային, անցել են ռուսների կողմը, դրամարել բանը, թուրքերը կոտորել են հայերին, իրականացրել են ցեղասպանություն։ Այսինքն արդարացնում է ցեղասպանություն, եթե կատարել են թուրքերը լավ են արել, որ կատարել են ցեղասպանություն, քանի որ հայերը իբրև թե դավաճանել են իրենց հայրենիքին, այսինքն Թուրքիային, Օսմանյան կայսրությանը։ Սա է նրա տրամաբանությունը։ Նա իր էությամբ թուրք է, դավաճան թուրք։ Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ իր եւ Էրդողանի միջև վստահության մակարդակը այսպես գնալով աճում է։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը, ինչ է սրանով ուզում ասել հայ ժողովրդին։ Անընդհատ իրենք հայ ժողովրդին վախեցնում են նոր պատերազմով։ Պատերազմներից, պարտությունից հազարավոր զոհեր տալուց հոգնած մեր ժողովրդին խոստանում են կեղծ խաղաղություն, վախեցնելով նոր պատերազմով, որպեսզի ժողովուրդը ըմբոստություն չըմբոստանա, երբ որ Նիկոլը ասենք թե 300,000 ադրբեջանցի կբերի Հայաստան, Հայաստանից զավթած, ոչ միայն Արցախը զավթված, այլ Հայաստանից զավթված նաև 200 քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր անցել են 44 օրյա պատերազմի հետևանքով անցել են ադրբեջանցիներին ու որևէ պահանջ չկա այդ ուրեմն տարածքները հետ վերադարձնելու։ Բացի դրանից, միջազգային որևէ խորհրդաժողովներում, հանդիպումներում եւ այլն Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարության ներկայացուցիչները երբեք չեն բարձրացնում Բաքվում պատանդարված մեր գերիների ազատ արձակման հարցը։ Այդ մարդիկ այնտեղ, ասենք, Ռուբեն Վարդանյանն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն եւ այլն արդեն տարիներ շարունակ տանջվում են Բաքվի բանտերում եւ կեղծ դատավարական process-ներ են անցկացնում ու մեր համար շատ ոնց ասեմ անըմբռնելի է, անընկալելի է, շատ ցավալի է, որ մեր հայրենակիցները գտնվում են պատանդարված են Բաքվի բանտերում։ Ըստ ձեզ ինչ որ քայլեր անում է իշխանությունները նրանց հետ։ Բացարձակապես ոչ։ Ես չեմ լսել որևէ հանդիպումներում, ասացի արդեն միջազգային խորհրդաժողովներում կամ ՄԱԿ-ի համաժողովում Նիկոլ Փաշինյանը խոսում էր խաղաղության մասին, փորձում էր դասեր տալ աշխարհի հզոր պետություններին, որ պետք է բոլոր ժողովուրդները իրար հետ հաշտվեն, սահմանները բացեն, պատերազմ չի լինի, խաղաղ ապրեն, խառնվեն իրար, խաղաղ ապրեն։ Մենք էլ խառնվենք թուրքերը, դառնանք թուրք հանգիստ ապրենք։ Նման բան հնարավոր չի։ Բնության մեջ գոյություն ունի տեսակի պահպանության մասին օրենքը։
Մենք պարտավոր ենք պահել հայի մեր տեսակը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հայրենիքը, մեր սովորույթները, մեր արվեստը, մեր եկեղեցիները, մեր կրոնը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ այլն։ Ինքը պայքարում է նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մենք պայքարել ենք այդ նիկոլական, ուրեմն մտադրությունների դեմ, երբ որ խոսակցություն գնաց, որ իբրև թե պետք է հարձակվեն Էշմիածնի վրա, երբ որ վեհապարը վերադառնում էր Եվրոպայից, մի քանի հազար հոգով մենք եղել ենք Էշմիածնում, եղել ենք եկեղեցու շրջակայքում եւ նրանք գրիշ չեն արել մոտենալ եկեղեցուն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերջին համագումարում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսպես ասած 4-րդ հանրապետություն հռչակելու մասին, ինչպես որը նաև հակասական այսպես գնահատականների արժանացավ։ Դուք ինչ դիրքորոշում ունեք այս հարցում, ինչպես կմեկնաբանեք սա եւ ըստ ձեզ ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ 4-րդ հանրապետության հռչակումը։ Իրենք ուզում են հանրությանը վստահեցնել, որ իբր 18 թվին նոր հանրապետություն է ձևավորվել։ 18 թվականին 2018 թվականին որևէ հեղափոխություն չի եղել եւ որևէ նոր հանրապետություն չի ձևավորվել։ Մեր երկրի ուրեմն կարգը, սահմանադրական կարգը մնացել է նույնը, եղել է շատ պարզ իշխանափոխություն կամ պայմանավորված, պլանավորված իշխանատվություն։ Նիկոլը նախկինների ջառանգել է ավելի քան 42000 կիլոմետր տարածքով Արցախն ու Հայաստանը միասին։ Իր գալուց հետո 2 ամիս անց սկսվել է 44 օրյա պատերազմը եւ մենք կրել ենք ծանր պարտություն, որովհետեւ հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանը։ Ես մի փոքր անդրադառնամ, ուրեմն օգոստոսին Թուրքիան եւ Ադրբեջանը միասին իրականացնում են զորավարժություններ։ Ակնհայտ փաստ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց Նիկոլ Փաշինյանը արձակուրդում էր եւ Հայաստանի պաշտպանության նախարարը, երբ որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը մեծ ուժեր կենտրոնացնելով հարձակվեց Արցախի վրա, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում չէր։ Նա Հայաստանը վերադարձել սեպտեմբերի 29-ին։ Ու երբ որ սկսվեց պատերազմը, ես սա էլ հիշեցնեմ, Առավոտ ազգային ժողովում ընթանում էր հատուկ նիստ կամ արտահերտ նիստ, Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հայտարարեց. եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Ես բազմիցս եմ հայտարարել տարբեր տեղերում, Նիկոլը ինչ է բախտագուշակ էր, որ գիտեր, որ մենք պետքա պարտվենք, բայց մեզ պետք է պարտված չճանաչենք։ Թե Ալիևի հետ պայմանավորվել էր, որ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, ինքը լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես է անում, որ մենք պարտվենք ու ինքը Արցախ հանձնի Թուրքին։ Այդ պարտությունում կամ բազմաթիվ փաստեր, որ դա դավաճանված պարտություն է։ Չեն պարտվել մեր զինվորները, մեր հազատամարտիկները, մեր սպաները, պարտվել է մեր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն է պարտվել է մեր դիվանագիտությունը, որովհետև մենք մենակ էինք այդ պատերազմի ժամանակ։ Պատերազմը սկսվել էր Ադրբեջանին այդ պատերազմի ընթացքում օգնում էին իրենց ցեղակիցներ Թուրքիան, իրենց բայրակթարներով, անթաչու թռչող սարքերով, նատոյական դասընթացներով անցած սպայական կազմով, Սիրիայից եւ Իրաքից բերած վարձկաններով, Ադրբեջանն օգնում էր նաեւ Իսրայելը իր հետախուզական ռազմական տեխնիկայով, ընդ որում Ադրբեջանն օգնում էր նաեւ Պակիստանը, որը մինչեւ հիմա չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն։ Ու այդ թվում նաեւ Ուկրաինան էր որոշ չափով ֆոսֆորային արգելված զինատեսակներ մատակարարել Ադրբեջանին։ Ես նորից եմ կրկնում, մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում գործող ապազգային թրքամետ իշխանության ապաշնորհ դիվանագիտության պատճառով։ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնում, տարբեր ուժերի հետ քննարկումներ է արդեն ունեցել։ Ձեզ հետ վերջիններս հանդիպել են ու որքանով եք այս գործընթացն իրատեսական համարում մի խորհրդարանում, որտեղ ԿՊ-ն բացարձակ մեծամասնություն ունի, ինչը պիտի ստիպի 18 ԿՊ-ականների, որ միանան այս process-ին։ Ես այդ process-ներին չեմ մասնակցում, մեր հետ հանդիպում եւ քննարկումներ չեն եղել։ Իմ տեսակետը հետևյալն է. մեր բոլորիս, մեր կազմակերպության անդամների, նաև համահայկական ազգային միասնության խորհրդի տեսակետն հետևյալն է. ներկա գործող ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ունի բացահայտ մեծամասնություն։
ու նրանք անվստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտրված վարչապետին։ Impeachment-ի փորձանողները մեկ անգամ եւս հիասթափություն են մատնելու մեր ժողովրդին, որովհետեւ հնարավոր չի այս ազգային ժողովում Նիկոլին անվստահություն հայտնել կամ այսպես ասած impeachment կազմակերպել։ Դա անհնար է, դա ընդամենը մեկ անգամ եւս կրկնում եմ, եթե ժողովրդին հանեն անգամ ազգային ժողովի մոտ եւ այլ, մեկ անգամ եւս ժողովուրդը հիասթափվելու է, որ էլի ոչինչ չստացվեց։ Impeachment հնարավոր չի։ Նիկոլը ոնց որ եկել է, այնպես էլ պետքա հեռանա։ Նիկոլը այդպիսի մի մեծ հեղինակություն չուներ, որ 18 թվականին Գառնանը ոտքի անեց մեր ժողովրդին եւ կարճ ժամանակ անց վերցրեց իշխանությունը։ Սերժ Սարգսյանը տվեց հրաժարական եւ հայտարարեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ինչու՞մն էր Նիկոլը ճիշտ, որ եկավ Արցախը տար Ադրբեջանին, դրա համար էր Նիկոլը ճիշտ։ Նիկոլը ամեն ինչում է սխալ։ Նիկոլը նորից եմ կրկնում, Նիկոլի համար ազգություն, հայություն, գոյություն չունի։ Նրա համար ասենք կուշտ փորով հաց կեր, մանարի եւ այլ, սահմանները բացենք, խառնվենք թուրքերի հետ, դառնանք թուրք ապրենք։ Սա է նրա տեսակետը։ Եվ պարոն Բազարյան, ամփոփելով զրույցը, դուք տարբեր առիթներով ասում եք, որ Նիկոլ Փաշինյանին չպետք է թույլ տաք 2026-ին վերարտադրվելու։ Ինչպես եք սա պատկերացնում, ինչպես եք պատրաստվում անել, ինչ ճանապարհով։ Ես նշեմ, իշխանական ճամբարում բացարձակ այսպես հակառակ մտադրություններ ունեն, օրինակ Ալեն Սիմոնյանն վստահություն էր հայտնել, որ 2026-ի ընտրություններում իրենք ավելի շատ ձայներ են ստանալու, քան 2021-ի ընտրություններին։ Նախ ասեմ, որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլի վարքանիշը շատ է իջել, մոտավորապես 15-16% կամ 17 մոտավորապես, դա մեկ, երկրորդը, եթե մնաց ընտրությունները 2026 թվականին, գործող իշխանությունը օգտագործելով իր վարչական լծակները, իրենց ֆինանսական միջոցները, լրատվական ծառայությունները, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները կարող են մեկ անգամ եւս վերցնել մեծամասնություն եւ երկարաձգել իրենց իշխանությունը։ Մեր մոտեցումը հետեւյալն է. ես հանդիպումներում բոլոր քաղաքական գործիչների ղեկավարների հետ, հասարակական կառույցների ղեկավարների հետ, մարզային ու մշակութային կազմակերպությունների մարմինների հետ, հայրենակցական միությունների հետ, առանձին անհատների հետ, մարդիկ ովքեր եթե աշխատել են պետական կառավարման համակարգում, ազնիվ են աշխատել, չեն գողացել, չեն թալանել։ Այդ բոլոր այդ հանդիպումների ժամանակ մի բան եմ նրանց խնդրում կամ առաջարկում. մի կողմ թողեք ձեր անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողեք ձեր հավակնությունները, որովհետև ցանկացած կազմակերպություն իրենց մտքում իրենց ղեկավարին են ցանկանում տեսնել պետության հաջորդ ղեկավար։ Մի կողմ թողեք ձեր քաղաքական կողմնորոշումները, մի մասը ռուսամետ են, մի մասը արևմտամետ են, վերեք համախմբենք, մի հատ հզոր դաշինք ձևավորենք, միավորում ձևավորենք, այդ թվում նաև մեր սփյուռքահայության ներկայացուցիչներին ներգրավելով այդ process-ի հետ, որովհետև բոլորի հայրենիք Հայաստանն է։ Մի շարք հայրենանվեր գործիչներին Նիկոլը արգելել է նրանց մուտքը Հայաստան, որովհետև դրսում Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլուր նրա դեմ ցույց ու միտինգ են արել։ Համազգային համախմբումը պետք մի գաղափարի շուրջ։ Իշխանափոխությունը նպատակ չի, իշխանափոխությունը մենք դիտարկում ենք ընդամենը միջոց, ընդամենը պայման մեր ժողովրդի ու մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Բնականաբար հանրությանը կներկայացվի, երբ որ ժամանակը գա նաև պետության բոլոր ոլորտների զարգացման վերաբերյալ քաղաքական ծրագիր, որպեսզի հասկանա մեր ժողովուրդը, այս իշխանությանը հեռացնենք, որ ինչ անենք, պետք է բացատրենք, որ ինչ ենք անելու, ինչպես ենք հզորացնելու մեր բանակը, մեր ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես ենք տնտեսությունը զարգացնելու, սոցիալական հարցերը, իրավական հարցերը եւ այլն։ Եվ այս աշնանը հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին մենք փորձելու ենք ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անել մեր ժողովրդին, կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանությանը, պարտադրել Նիկոլի եւ նրա կառավարության հերացումը ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կար ժամկետի համար ձևավորվի ժամանակավոր անցումային կառավարություն, որը կիրականացնի ազատ, արդար ազգային ժողովի նոր ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ Հայաստանում նոր ձևավորվելիք ազգային իշխանությունները պետք է իրականացնեն մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, որի գլխավոր հիմնադրույթը բանակի հզորացումն է։ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել է հայոց բանակը, վաստակաշատ զինվորականների վրա, արդեն ասացի,
հրահանգել է հարուցել շինծու քրեական գործեր, նրանց կալանավորել։ Գրասենյակային աշխատողներին ուղարկել են բանակ շատ կարևոր պաշտոնների, պատասխանատու պաշտոնների։ Նիկոլը կազմաքանդել է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Մարդկանց դեմ քրեական գործեր է հարուցում ազգային անվտանգության ծառայությունը կոչված է ապահովելու պետության անվտանգությունը, առաջ կոչվում էր ՊԱԿ, պետական անվտանգության կոմիտե, պետության անվտանգությունը, ունենա արտաքին հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում։ Էլի կան հիմնադրույթներ, ինչպես բարելավել մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ եւ նրանց օժանդակությամբ հզորացնելով մեր բանակը ազատագրել Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Շնորհակալ եմ պարոն Բազարյան զրույցի համար։ Շնորհակալություն նրավերքի համար, ես ուզում եմ խոսքերը վերջացնել, բազմից եմ կրկնել ազգային հերոս Հայաստանի Մովսես Գորգիսյանի խոսքերով, կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, այսպես չի մնալու, որևէ իշխանություն հավերժ չի, աշխարհում ամեն ինչ հարաբերական է, եւ կա մի ասացվածք. եթե այսօր ձիո վրա ես, բայց լավ հեծյալ չես, վաղը հայտնվելու ես ձիո սմբակների տակ։ Այսօրվա նիկոլական իշխանությունները վաղը հայտնվելու են ձիո սմբակների տակ։ Նրանք պետք է ենթարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Շնորհակալ եմ։ Ամենայն բարիք ձեզ։ Իմ հյուրն էր Հայոց Աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար Պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազայանը։ Կհանդիպենք։